Բարև ձեզ, սիրելի ժողովուրդ։ Հիմա դուք ձեր էկրանների վրա տեսնում եք հարթուկ Philips ֆիրմայի, չի աշխատում, չի տականում, լույսը չի վառվում։ Մենք միասին այսօր կքանդենք ու կտեսնենք որն է պատճառը։ Ընդհանրապես հարթուկների պրինցիպը նույնն է բոլորի, կան տարբեր վարիանտներ եւ շատ տեղեր կան տարբեր թաքնված վինտեր, կքանդենք, տեսնենք ինչ ձեւով է քանդվում եւ պատճառը կգտնենք ու կսարքենք միասին։ Սիրելի ժողովուրդ, եթե դուք անում եք նման աշխատանքներ, ապա պետք է անպայման պաշտպանեք առաջին հերթին անվտանգության կանոնները, միշտ հիշեք, որ պետք է անջատած լինի ցանցից, երբեք ցանցին միացրած չքանդեք որևիցե տեխնիկա, ինչը վերաբերվում է 220 վոլտին։ Եվ պետք է ունենաք համապատասխան գործիքներ։ Օրինակ, այս դեպքում մենք օգտագործելու ենք տեստեր, որովհետև մենք պետք է պրազվոնք անենք ամբողջ համագարկը, հետո նոր գտնենք դեֆեկտը եւ սարքենք միասին։ Հիմա միացնենք ցանցին, ժողովուրդ ջան։ Ու տեսեք, որ ոչ մի բան չկա, ոչ լույսն է աշխատում, փորձենք պատտեսնենք ջերմային կարգավորիչը, թերմոռեգուլյատորը, ոչ մի բան, մի խոսքով չաշխատող հարթուկ է։ Հիմա տերը բերել է խնդրել որ սարքենք եւ դա կանենք մենք միասին։ Ժողովուրդ ջան, հիմա քանդենք։ Այս հետևի մասում այս հարթուկների կան 3 հատ վինտ, երկրի ցկած։ Ես սրանց վրա կան պլաստմասա նույն գույնի սպիտակ դետալները, որոնք ծածկած են։ Պարզապես ինձ բերել են այս վիճակով, երևի տերը ուզել է քանդել, այս 3 հատը հանել է, այս ծածկելու դետալները չկան։ Մնացածը չի գտել ոնց քանդի, հիմա մենք միասին կքանդենք։ Սրանք հանենք, ես 3 հատը։ Եվ երրորդը սրանք տնենք կողքի ոչ չկորի հացեցինք սրանց հետո այս երկու տեղի ձգված է այս մասերում հիմա սրանք ենք անում Տեսեք չի բացում։ Հիմա այս մասում երևա չէ այս մասում սրատակ բացում ենք, որտեղ որ ջուր ենք լցնում հարթուկի մեջ, այստեղ կա նորից այսա մի փոքր ածվարտայով փորձենք, այստեղ կա նորից պլաստմասա այս դետալ, որ պետք է սա հանենք, հանեցինք, ունդավ մեջ է, այս այ է, տնենք կողքի, այստեղ նորից կա վինտ, այս է, սա պետք է այս ածվարտը բացենք, անեցինք, հիմա նորից փորձենք բացենք, տեսեք նորից չի բացում, տեսնում եք, դա ծախսում ենք, դրա համար մի սուր գործիկով, կոնկրետ ես վերցնեմ տակահանը այս մասերում կան զաշորքաներ, սրանք անջատենք, նույնն էլ այս մյուս կողմը, չգիտեմ ինչ են նման սարքում ածուկները,
Բացեցինք զաշույթանները, արդեն ազատվեց, բացեց։ Խնդրեմ, պտտեցնեմ։ Փոշիներն են, կեղտեր են և այլն։ Ստերկան սիլիկոնից դետալներ, որոնք որ այս մասերում են հակնում, մեկը այս փոսի մեջ է հակնում, մյուս այստեղ, և կան այս մասերում նորից 3 տեղի ձգված վենտեր։ Հիմա սրանք քանդենք։ Սրանք իմպուլսնի կլուչներով են, բայց փորձենք այս փոքր հատվածով քանդենք։ Չէ, ես ներողություն գնամ կադրից դուրս գնամ այդ կլուչներից բերեմ։ Վերեցի կլուչը ժողովրդյան նմանատիպ կլուչներով պետք է քանդել այս մասը, հիմա քանդում ենք։ Նորից ենք գնում սիրելի ժողովուրդ, եթե կատարում եք նման աշխատանքներ, ապա անպայման պաշտպանեք անվտանգության կանոնները, երբեք չքանդեք, եթե խրոցը ցանցի մեջ է, պետք է անպայման խրոցը հանեք։ Հիմա զգուշորեն քանդենք։ Ես մի րոպե կադրից դուրս անել, ես 3 հատը քանդեցինք, ես 3 ինքը բարձրացնում ենք, զգուշորեն, որպեսզի կաբելները չվնասեք, ժողովուրդ ջան։ Տեսեք, սարսափելի վիճակ է, կեղտոտ։ Մեջը տեսեք ինչ է կատարվում։ Հիմա ես մի հատ կադրից դուրս ես կեղտը մաքրեմ, նոր կմիացնեմ, միասին կաշխատենք ժողովուրդ ջան։ Սիրելի ժողովուրդ, ինչքան հնարավոր է մաքրեցի, տեսեք ինչ կեղտեր մեջ է։ Հիմա անցնենք ստուգելուն։ Վերցնում ենք տեստերը, դնում ենք, միացնում ենք, դնում ենք ձայնային, նման խոզանակով մաքրեցի, ձայնային ռեժիմի վրա։ Խնդրեմ։ Առաջին հերթին ինչ ենք անում։ Բրազոնկա ենք անում։ Բրազոնկա ենք անում լարերը։ Կաբելը։ Վերցնում ենք մի ծայրը դնում ենք ծրագրատեստերի։ Արի, մյուսը դնում ենք նույնպես այս կաբելի վրա։ Սա 220 վոլտն է։ Տեսեցիք, լավ է դա։ Եվ երկրորդն է դնում ենք ես մյուսի վրա, այս դրա վրա, կաբելը նորմալ է, դրանց հետո ամենակարևորը ստուգում ենք, մենք ասում ենք հին հարթուկներին սպիրալ, սա փակ սպիրալ է, այստեղ իրա վիվդներն է, սրանց վրա դնում ենք, մոտարապես բոլոր հարթուկների մոտ նույնն է, դիմադրությունը պետք է ցույց տա 24-ից 25 օհմ, մաքսիմում 26 օհմ, հիմա տեսնենք, հիմա դնենք 200-ի վրա, տեստերը, ու ստուգենք, այս 1, սա է 2։ Մի րոպե, ցույց տալի 26, լավ չեմ կպել, 26 օհմ։ Նորից։ Հենա, 25 օհմ, խնդրեմ, լավ չէի գտնում, ուրեմն դա էլ աշխատող, կտրված չի։ Մյուս պատճառը ինչից կարող է լինել, կարող է լինել այստեղի տերմոռեգուլատորից, ջերմային կարգավորիչից, երբ որ մենք պտտեցնում ենք ու նայած ինչ ենք հարթուկում, չէ, շուր, ըստ դրան դրում ենք ջերմաշրջանը, ինչքան տականա, դրանց հետո ինքը ավտոմատ անջատվում է։ Հիմա ես, որպեսզի դրա կոնտակտները մեկ-մեկ այլվում են, որպեսզի դրա կոնտակտները մաքրեն, վերցնում եմ 1000 համարի, ինչ ասեմ, շատուղթ, հղկաթուղթ, մի փոքր կտրում եմ, և աշխատում եմ նրբորեն կոնտակտները մաքրել։ Կոնտակտները գտնվում են այստեղ, մի քիչ հարմար տեղում չեն, բայց ամեն դեպքում պետք է կարողանամ ես մաքրեմ։ Մի վայրկյան, էսա։ Հիմա ես մաքրում եմ։
որպեսզի կարողանանք մի քիչ էս տագի մասը Ժողովուրդ, կադրից դուրս մաքրեցի, մի քիչ երկար տևեց։ Հիմա ստուգ ենք։ Ունի երկու կանդակ։ Մեկը սա է, մյուսը սա։ Տեսնենք միանալու է թե ոչ, մի վայրկյան դնենք ձայնայինի վրա ու տեսնենք։ Խնդրեմ։ Տեսեցիք ձայնը։ Անջատվեց։ Միացնում ենք։ Խնդրեմ։ Ուրեմն պատճառը կոնդակտների տեխնիկական արծաթի կոնդակտներ են, բացապես նագարակալել էր, այսպես լեզվով ասեմ, հասկանանք։ Արդեն աշխատեց, հիմա եթե այս վիճակում դուք երբեք չանեք հիմա ես ինչ որ անում եմ, քանդած վիճակում բացապես միացնում, տեսնեք լույսը աշխատում է թե ոչ, հատուկը պետք է որ արդեն աշխատի ու դրանից հետո սկսում ենք հավաքել։ Հիմա ես միացնում եմ։ Դուք եթե նման աշխատանք կանեք անպայման հավաքեք ամբողջությամբ եւ նոր միացրեք։ Ես բացապես փորձում եմ հիմա։ Միացնում եմ խրոցը։ Հիմա պետք է լույսը միանա։ Արդեն պետք է աշխատի։ Խնդրեմ, լույսը միացա։ Տեսնեմ որ դուք տեսնեք։ Այս մասը։ Էսը։ Այստեղ։ Մատուցիտ եմ տալի։ Այնա խնդրեմ, լույսը միացավ։ Ու հատուկը տաքացավ։ Հիմա անջատում եմ։ Նույնիսկ շատ տաքացավ։ Ու հեսա կսպասենք սարի։ Հիմա ես անջատում եմ, կադրից դուրս սարչի, արդեն լավ տաքացավ։ Ու կհավաքենք։ Սիրելի ժողովուրդ, կադրից դուրս ես եմ զույգերը, որ հանել է ձգեցի, որպեսզի տեսանյութը շատ երկար չտևի, հիմա հավաքում ենք ու փորձարկենք։ Սխմում ենք այս մասը, որ զաշոր կանենք մի ընկավ և տակը տակը չեմ կողան բրնել հիմա հավաքում ենք այս կրիշկեն Եվ ձգում ենք այս ընտերը, ներողություն, այս տագի երկու հատը ձգենք, չմորանանք, եսեք քիչ մնաց մորանայիք, այս սրանք ձգենք, Ձգեցի ես երկու հատը, հիմա մնացածն ենք հավաքում։ Ձգեցինք և վերջում էլ չմորանանք ձգենք այս մի վինտը։ Ու ծածկենք։
Վերջ։ Պատրաստ է ժողովուրդ ջան, հիմա փորձարկենք։ Միացնենք ցանցին։ Ընտրեմ լույսը վառվեց։ Լույսը վառվեց ժողովուրդ ջան։ Ռեգուլատորը աշխատում է նորմալ։ Ջալվեց։ Հիմա փորձենք ինչ կարգի տակացավ։ Աշխատեց, այսքանը ժողովուրդ ջան։ Դեֆեկտը քցանք, վերացրեցինք։ Եթե տեսանյութը ձեզ համար եղավ կարևոր եւ օգտակար, վերցրեք լայքերը, բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին։ Ձեզ հետ Բորիս Խանբեգյանը։ Մեկ անգամ եւս զգուշացնում եմ, ժողովուրդ ջան, պահպանեք անվտանգության կանոնները, ամենակարևորը, որովհետեւ 220 վոլտը դա կյանքի համար վտանգավոր է։ Անջատենք։ Եղեք առողջ, դրեք լայքերը, բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին։ Ձեզ հետ Բորիս Խանբեգյանը, ինչպես միշտ։ Ցտեսություն։